Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի Հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմ օծությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա։ Քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է։ Թող կատարվի ամեն մեկիս կյանքում քո կատարյալ կամքը Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, ուզում եմ խոսեմ մի բանի մասին, որ այս օրերին բոլորիս անհանգստացրել է, ու բնական է չեն կարա սրան անտարբեր մնանք, որովհետև շատ անսպասելի մի իրավիճակ է, այսինքն անսպասելի այն առումով, որ երկրի առաջին դեմքը նման խոսույթով, երբ որ խոսում է, ինքը շատ ցավալի է իրականում, երբ որ երկրի ղեկավարի շուրթերից է նման խոսույթ հնչում։ Ամեն դեպքում ուզում եմ կենտրոնանանք ոչ թե ասածի ձևի վրա, այլ փորձենք հասկանանք միտքը ինչումն է, արտահայտության իմաստը, ինչ նպատակ է հետապնդում։ Գիտեք, այն ինչ որ ասում է վարչապետը, մեղադրելով քահանային կուսակրոն լինելու մեջ, բայց միաժամանակ լինելով արտամուսնական կապի մեջ, որպես երկրի ղեկավար, իր իշխանության սահմաններում չի եկեղեցական գործերի մեջ մտնելը, բայց որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բնական է կարան լինի մտահոգված, որ քահանան, որը ներկայացնում է Աստծուն, ծառայություն է մատուցում Աստծու անունից, մարդկանց սովորացնում է Աստծու ճանապարհները, ինքը խախտում է այդ խոսքը Աստծու, որը շեղում է ճշմարտությունից, ու բնական է արտամուսնական կապի մեջ լինելը մեղք է ու շնություն է։ Որպես առաքելական եկեղեցու հետևորդ, վարչապետը սովորական անդամի պես կարա ուշադրություն դարձնի նման բանի վրա ու խոսի այդ մասին, ոնց ամեն մի եկեղեցու անդամ, այսձև ասեմ, բայց ոչ որպես երկրի ղեկավար, որը հրաման ունի, իշխանություն ունի, հրահանգ կարա տա ինչ-որ բան փոխելու։ Սա եկեղեցին է, որտեղ Աստծու կանոններն են գործում, ու Աստված իր դրված օրենքի համաձայն էլ բոլորից պահանջում է։ Այստեղ մի հատ նրբություն կա, որի վրա ուզում եմ ուշադրություն դարձնեմ։ Վարչապետը, երբ որ խոսում է քահանայի մասին, որը կիսակրոն է, որը ինքն է որոշե, որ պետք է այդ ձևի կյանքով ապրի, իրան առանձնացնելով աշխարհից, առանձնացնելով կնոջից, դա քահանայի ընտրությունն է, որ քահանան անում է, ու Պողոս առաքյալը դրա մասին խոսում է, ասում է լավ է ընդհանրապես, որ մարդը ամուսնացած չլինի, ազատ լինի, որպեսզի իր ուշք ու միտքը լինի Աստծու գործը անելը, որովհետև այն մարդը, որ ամուսնացած է, ոչ թե ամուսնությունը մեղք է կամ Աստված դրան դեմ է, այլ Պողոս ուղղակի խորհրդի ձևով ասում է, որ դեպքում ավելի հեշտ ծառայել Աստծուն։ Ասում է, ես ամուսնացած չեմ, ու լավ կլինի դուք էլ իմ նման լինեք, բայց եթե ամուսնանաք մեղք չի։ Բայց այն մարդը, ասում է, ամեն մեկին տրված չի դա, կամ դա պետք է տրված լինի Աստծուց, որ Աստված ասի մարդուն չամուսնանաս, քեզ առանձնացնում եմ իմ համար, կամ մարդը իր սեփական որոշումով է դա ընտրում, Աստծու այդ ուխտի մեջ է մտնում ու ասում է, որ ես չեմ ուզում աշխարհի հետ, աշխարհային ցանկությունների հետ գործ ունենամ, այսինքն ոչ թե դա մեղք է, այլ ուզում է ասի, եթե ես ընտանիք ունենամ, բնական է, ես պետք է հոգ տանեմ ընտանիքիս համար, պետք է մտածեմ ընտանիքիս համար, ու ստացվում է, որ իմ ուշք ու միտքը կեսը պետք է լինի Աստծու գործի վրա, կեսը ընտանիքի վրա, ու այն մարդը, որ ուզում է ամբողջությամբ Աստծու գործի մեջ լինի,
Դրա համար որոշում է կայացնում, ասում է ավելի լավ է ես չամուսնանամ։ Իդեպ, երբ որ ես նոր էի Աստծուն եկել եւ Աստծու հետ հանդիպել, ես ընդհանրապես ցանկություն չունեի ամուսնանալու, բայց ոչ թե նրա պատճառով, որ Աստծուն շատ էի սիրում, ուզում էի առանձնանայի մենակ Աստծու համար, այլ ես ունեի իմ խնդիրները ու որևէ աղջկա չէի վստահում ու մտածում էի լավ է չամուսնանամ։ Ես էլ իմ տեսակետից որոշում ունեի չամուսնանալու, բայց Աստված ինքը եկավ միջամտեց իմ կյանքի մեջ ու ասեց, որ ես քո համար ունեմ ապագա կին, որին եւ ցույց տվեց, որ իդ եւ հետագայում ամուսնացա։ Այսինքն կարա մարդը նաեւ որոշում ունենա չամուսնանալու, բայց Աստված կարող է միջամտի ու փոխի իր որոշումը։ Բայց այն մարդու կյանքում, որ նման բան տեղի չունեցել ու ինքը իր որոշումով շարունակում է այդ ճանապարհով, որպեսզի Աստծուն ավելի ազատ ծառայի, ոնց որ ձեռքերն ազատ լինի ծառայելու համար, բնական է այդ որոշումը իր որոշումն է, որտեղ էլ պետքա խնդրի, որ Աստված իրան օգնի, որ ինքը կարողանա նման ճանապարհ անցնի։ Ուստեղ ասել ախր դա դժվար ճանապարհ է, ոնց կարա մարդը առանց կին ապրի, իհարկե դժվար ճանապարհ է, բայց մարդը ինքն է ընտրում ու եթե ինքը մտնում է արտամուսնական կապի մեջ, դա մեղք է առաջին հերթին Աստծո առաջ։ Հետո ասենք Հայաստանի օրենքով իհարկե մեղք չի դա, քրեական պատիժ չկա, բայց Աստծո առաջ այդ մարդու արածը, այդ քահանայի արածը, այդ հոգևորականի արածը բնական է մեղք է ու ինքը պատասխանատվություն կրում է Աստծո առաջ։ Ու բնական է, երբ որ եկեղեցում մարդիկ իմանում են, այն հոտը, որոնց ինքը առաջնորդում է, դա իր հեղինակությանն է կպնում ու հնարավոր է, որ դրա պատճառով մարդիկ չուզենան այդ քահանայի խոսքը լսեն այլևս, մտածելով, որ եթե դու Աստծո խոսքը չես պահում, ոնց կարաս մեզ սովորացնես, որ մենք Աստծո խոսքը պահենք, որտեղ խոսքը ասում է նախ քո աչքի մեջի գերանը հանի, որ դիմացինդ մեջի շուղը ավելի լավ տեսնես։ Ու ստեղ շատ դժվար է քարոզել սրբություն, Աստծո ճանապարհների մեջ քայլել, եթե ինքդ այդ նույն բանը չես ուզում պահես, ու եթե եկեղեցում բնական է դրա մասին իմանում են ու բարձրաձայնում են, դրանից հետո այդ քահանան հեղինակազրկվում է ու մարդիկ իր խոսքը չեն ուզում լսեն։ Այս առումով վտանգը քահանայինն է, վնասը քահանայինն է, բայց նաև ուզում եմ մի ուրիշ կողմից էլ ասեմ, քանի որ ասեցի գերանի ու շուղի տարբերության մասին, չմոռանանք, որ վարչապետը, որը երկրի համար առաջին դեմքն է, ինքը նույնպես գտնվում է արտամուսնական կապի մեջ, եթե շեշտադրում է անում քրիստոնեական օրենքներին, ապա ինքը պետք է շատ լավ հասկանա, որ այն դատով, որ ինքը դատում է, այդ նույն դատաստանով Աստված իրան է դատելու, քանի որ ինքը նույնպես գտնվում է արտամուսնական կապի մեջ, ունի 4 երեխա, ու դա բարձրաձայնում է, չի թաքցնում, բայց դա չի նշանակում, որ դրանից իր ամուսնությունը օրինականացվեց։ Օրինականացվում է Աստծո օրհնությամբ եւ նոտարի կնիքով, ԶԱԳՍ-ի կնիքով։ Հիմա այն մասին, որ այս մասին խոսելով ինչ նպատակ է հետապնդում վարչապետը, ինչի է ինքը խոսում եկեղեցու մասին, շրջապատում ինքը կարա նման ձևով խոսի ցանկացածի մասին ու շատերի կյանքում երևի կգտնի բաներ խոսելու, բայց ինչի համար է շեշտադրումը եկեղեցու վրա, քահանայի վրա, սա արված է բնական է մտածված ու արձագանքի է ինքը նայում, թե ինչ արձագանք է ստանում սա։ Այստեղ շատ կարևոր է, որ առաքելական եկեղեցին, եկեղեցու հետևորդները իրանք արտահայտեն իրենց դիրքորոշումը։ Տեսեք, ես ցույց տվեցի, որ քահանայի նման պահվածքը ճիշտ չի ըստ Աստծո խոսքի, բայց մյուս կողմից էլ, գիտեք, Աստծո խոսքը ասում է իմ ծառան է, եթե ընկնի իմ առաջ է ընկնում, եթե կանգնի իմ առաջ է կանգնում, քո ինչ գործն է։ Սա էլ շատ կարևոր է, որ մենք գիտակցենք ու հասկանանք, որտեվ դատողը մարդուն Աստված է։ Մարդը իրան Աստծու համար է առանձնացրել, ու ինքը պատասխանատու է Աստծու առաջ իր գործողությունների համար։ Վարչապետի կողմից նպատակային քայլ է սա փնովելու եկեղեցուն, եկեղեցու հեղինակությանը,
Նա ուզում է ասի ժողովրդին, ումը որ դուք ապավինել եք, տեսեք թե դուք ում եք ապավինում, ով է ձեր առաջնորդները։ Նպատակը առեզրկելն է առաքելական եկեղեցին, որը դարեր ի վեր պաշտպանել է Հայաստանը, ու որ այսօր մենք ունենք պետականություն, դա առաքելական եկեղեցու շնորհքն է։ Ժամանակին մեր հոգևոր հայրերը ավելի սուրբ կյանքով են ապրել, դեռ չէր եղել սովետական միությունը և սովետական միության ազդեցությունը չէր եղել եկեղեցու վրա, այն ժամանակ մարդիկ իրական հավատքի համար, Աստծո համար պայքար մղել են։ Այսօր այդ արժեքները ցավոք սրտի եկեղեցում նույնպես որոշ չափով աղավաղված են, իհարկե ոչ բոլորի կյանքում, եթե ինչ-որ մեկի օրինակը մենք տեսնում ենք, սա չի նշանակում ամբողջ եկեղեցին այդ ձևի է։ Սա շատ կարևոր է հատկապես նրա համար, որ ժողովուրդը սա գիտակցի ու հասկանա, որ թույլ չտա, որ մի հոգու օրինակը պատճառ դառնա, որ ամբողջ մի կառույց, որը ստեղծված է Աստծու կողմից, արժեզրկվի։ Իսկ արժեզրկումը տեղի է ունենում նպատակային, որովհետև հնարավոր չի իսլամական ծրագիր Հայաստանում իրականացնել, եթե նախ եւ առաջ չհեռացնեն խանգարողին։ Հիշում եք Աստծո խոսքի մեջ, երբ որ խոսում է հակաքրիստոսի գալու մասին, նախ ասում է, որ պետք է վերցվի խանգարողը։ Ու շատերը ասում են, որ դա Սուրբ Հոգին է, որոշ մարդիկ ասում են, որ դա եկեղեցին է։ Ամեն դեպքում կա մի բան, որը խանգարում է հակաքրիստոսին, որ ինքը իրան ազատ դրսևորի։ Ու երբ որ այդ խանգարողը, որը Աստծու կողմից կամ Սուրբ Հոգին է, կամ եկեղեցին է, որ երկրի վրա է, գործում է, երբ որ կվերցվի երկրի վրայից, հակաքրիստոսը իրան կդրսևորի։ Նույն ձևով, մինչև առաքելական եկեղեցուն չարժեքազրկեն, բոլոր ժողովրդի առաջ չբարոյազրկեն, չեն կարողանալու Հայաստան բերեն իսլամը։ Թուրք Օսմանյան ծրագիրը Հայաստանում իրականացնելու համար նախ պետք է հեռացնեն խանգարողին, որը առաքելական եկեղեցին է։ Տեսեք, ես կարամ ասեմ ավետարանչական եկեղեցին, ես ուրիշ եկեղեցիների անուն չեմ տալի, որովհետև ժողովուրդը առաքելական եկեղեցու հետևորդ է առաջին հերթին ու իրա համար է պայքարելու։ Ավետարանչական եկեղեցին նույնիսկ այսօր վախենում է հանդիմանի վարչապետին իրա սխալ վարած քաղաքականությունը։ Ընդհանրապես այդ մասին չի էլ խոսում, բայց առաքելական եկեղեցին խոսում է, այսինքն որտեղից է վտանգը։ Վտանգը վարչապետը զգում է հենց առաքելական եկեղեցուց, հասկանում է, որ իրան պետք է հեռացնի, իր համար ավետարանչական եկեղեցիները որևէ խոչընդոտ չեն ներկայացնում։ Չնայած որ ավետարանչական եկեղեցին ավելի արթուն եկեղեցի է, ավելի խոսքը ավելի հասանելի ձևով ժողովրդին կարողանում է մատուցի, բացատրի, որպեսզի ժողովուրդը իմանա ով է Աստված ու ինչ է ընդհանրապես Աստված արել մեր համար։ Ցավոք սրտի առաքելական եկեղեցին չունի այս հստակ քարոզները, որ ժողովրդին կարողանա Աստծո ճշմարտության գիտությունը տանի, ներկայացնի, ավելի շատ իրանց ծեսերի վրա են կենտրոնացած, բայց անկախ ամեն ինչից ժողովուրդը կգնա առաքելական եկեղեցու հետևից, եթե հանկարծ ինչ-որ մի բան զգա վտանգ եկեղեցուն, բայց չի գնա ավետարանչական եկեղեցու հետևից։ Սրա համար է, որ փորձում են բարոյազրկեն առաքելական եկեղեցին, հատկապես շեշտադրում առաքելական եկեղեցին, որպեսզի կարողանան իրականացնեն այն դիվային ծրագիրը, որը թուրքական ծրագիր է, որը Հայաստանը փորձում են տանեն իսլամացման մեջ։ Սրա մասին մի քանի անգամ խոսել եմ, որովհետև վարչապետի հայտարարությունները թեկուզ հենց մեր գերբի մասին, արծվի մասին, առյուծի մասին, նոյան տապանի մասին, արյած սարի մասին, այսի բոլորը այն արժեքներ են, որոնք քրիստոնեության հետ կապ ունեն, ու դրանք բոլորը փորձեր են այդ ուղղությամբ խոսելու, բարոյազրկելու, որպեսզի հետագայում հնարավոր լինի դրանք փոխել, բայց քանի դեռ ժողովուրդը հաստատուն է,
ու կանգնած է Աստծու համար, առաքելական եկեղեցու հետևորդ է իրան համարում ու պայքարում է իր առաջնորդների համար, բնական է այս իշխանություններին դա չի հաջողվի, ու այս փորձով վարչապետը բնական է փորձում է տեսնի ու ստուգի ժողովրդի ռեակցիան, թե ով ոնց կարձագանքի, ինչքան մարդ կա, որ կպաշտպանի այս պահին առաքելական եկեղեցուն։ Ես ինքս երբևէ առաքելական եկեղեցու հետևորդ չեմ եղել, ավելին ասեմ, ես միշտ մտածել եմ, որ Աստված հորինված է ու հորինված է առաքելական եկեղեցու քահանաների կողմից, որպեսզի մարդկանց ինչ-որ ձևով վախի մեջ պահեն, երբեք չեմ մացել ճշմարտության մասին, որովհետև լինելով քահանա այդ տաճարներում, ընդամենը մոմ ենք վառել, պատերն ենք պաչել, դուրս ենք եկել, որևէ քարոզ չենք լսել, որ իմանանք ինչի մասին է իրականում այս ամեն ինչը, ինչ որ այդ պաշտամունքը, ինչը որ մատուցվում է։ Ես Աստծուն հանդիպել եմ առաջին հերթին իմ տան մեջ, երբ որ Աստված ինձ այցելել է երազով, ու դա պատճառը եղել, որ ես դրանից հետո ցանկանամ ճանաչեմ ճշմարտությունը, գնացել եմ սովորելու ավետարանչական եկեղեցում, աստվածաշնչյան դպրոցում, որտեղ եւ որոշ չափով ճանաչել եմ Աստծուն ու իմացել եմ, որ ոչ թե մարդն է ստեղծել Աստծուն, որպեսզի մարդուն վախի մեջ պահի, այլ ճիշտ հակառակը Աստված է ստեղծել մարդուն, ու մենք բոլորս Աստծու կողմից արարված ենք, ու Աստված ունի գերբնական ծրագիր մարդկության համար։ Գիտեք ինչ, անկախ ամեն ինչից, թե ես որտեղ եմ հանդիպել Աստծուն, ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ վտանգ է սպառնում երկրին, ու ես հասկանում եմ, որ առաքելական եկեղեցու վրա այս հարձակումը պատահական չի։ Իհարկե դուք կարաք ասեք առաքելական եկեղեցին ռուսամետ է, ՖՍԲ-ի ինչ որ գործակալներ են, հնարավոր է, որ դուք ճիշտ եք ասում, ինչ որ կասեք, որտեղ 70 տարի իրականում շատ տարբեր բաներ է կատարվել։ Ես դա ոչ կարամ հաստատեմ, ոչ կարամ մերժեմ, բայց հնարավոր է, որ դուք ճիշտ եք ասում։ Բայց անկախ ամեն ինչից, եկեք չմոռանանք մեր պատմությունը, որ առաքելական եկեղեցին է, որ փրկել է հայոց պետականությունը, ու այսօր ինչ որ մենք ունենք, առաքելական եկեղեցու շնորհքն է։ Մենք ունեցել ենք հրաշալի քահանաներ, որոնք իրականում առաջնորդել են հոտը, երկիրը, եկեղեցին, հայ ժողովրդին, տարել են պայքարների մեջ վճռական պահերի, ունեցել են հաղթանակներ հենց այդ ճիշտ որոշումների արդյունքում։ Չմոռանանք նաև Սարդարապատի պատերազմը, որ այս վերջում նշում ենք անկախությունը, անկախության հերթական տարեդարձը, վկայակոչում էինք քահանայի վճռորոշ որոշումը, որ ասել էր. ես ինքս սուր կվերցնեմ ձեռքիս, կպայքարեմ, բայց դուրս չեմ գա տաճարից, ու իր որոշման պատճառով ժողովուրդը միաբանվել էր իր շուրջ, ու իրանք կատաղի կյանք ու մահի կռիվ տալով պայքարեցին ու բերեցին անկախություն Հայաստանում։ Դրա համար եկեք ոչ թե վատի վրա կենտրոնանանք, որ կա առաքելական եկեղեցում ու որի վրա վարչապետը փորձում է բոլորի ուշադրությունը գրավի։ Ոչ, եկեք հիշենք այն բոլոր լավ բաները, որ եղել է առաքելական եկեղեցու միջոցով ու դեռ կլինի։ Դրա համար ես օրհնում եմ քեզ սիրելի հայ ժողովուրդ, թող Տիրոջ զորությունը գա քո վրա, Տիրոջ ճշմարտությունը բացվի քեզ, թող բացվի ամեն մեկիդ հոգևոր աչքերը, որ ճանաչեք ճշմարտությունը ու պայքարեք ճշմարտության համար, ու ամեն մի փորձ դուրս գալու Աստծու դեմ, Աստծու ծառայողների դեմ, Աստծու եկեղեցու դեմ, Հիսուսի անունով թող ջախջախված լինի հիմնահատակ։ Ամեն բան, ինչը Աստծու կամքի դեմ է դուրս գալի, անիծված է Հիսուսի անունով։ Ամեն մարդ, որ իրան գիտակցորեն տալիս է սատանայի կողմից օգտագործված լինելու, գիտակցորեն գնում է սատանայի ճանապարհներով, սատանայի առաջարկները կատարելու ու իր կյանքի վրա բերում է մահաբեր դատաստանը։ Հայր, ես ամեն մեկին հանձնում եմ քո ձեռքերի մեջ, սրտեր քննողը դու ես, ու ամեն բան քո վերահսկողության մեջ է։ Ես ամեն իրավիճակ բերում եմ քո առաջ, քանի որ դատաստանը քոնն է, դու արդար դատավորն ես,
ու ես բոլորին, ամեն մեկն էլ, ով որ այս իրավիճակի մեջ ներգրավված է, կլինի դա վարչապետ, կլինի դա քահանա, կլինի դա այլ ղեկավար, այլ իշխանավոր, այլ քահանա, այլ կենտրոն, ով էլ որ լինի, որտեղից որ այս արձագանքը, այս հրամանը արձակվել է, հարձակվելու առաքելական եկեղեցու վրա, հավատքի վրա, Աստծու վրա, Հիսուսի անունով թող լինի դատապարտված։ Քո Սուրբ Հոգու կրակն եմ արձակում այդ բոլոր կենտրոնների վրա, որտեղից արձակվում է դիվային հրահանգները։ Աստված իմ, դու զորավոր ես ու փառավոր ես, դու ես, որ պաշտպանում ես քո հոտը, դու ես, որ պահում ես քո անունը, ով է, որ քո ծառային կպնի ու անպատիժ մնա։ Դու ասում ես, ձեզ կպնողները իմ աչքի բիբին են կպել։ Աստված իմ, ես խնդրում եմ, որ դու վարես քո արդար դատը, անկախ նրանից, թե ով է հեղինակը այդ խոսքերի։ Որևէ մեկը քեզանից զորավոր չի։ Որևէ մեկը, ով որ փորձում է քո անունը անարգի ու արժեզրկի քո եկեղեցին, թող լինի անարգված, արժեզրկված ու այս երկրից դուրս շպրտվի Հիսուսի անունով։ Ես օրհնում եմ, որ հայ ժողովուրդը միաբանվի քո կամքի շուրջ, քո անվան շուրջ, Հիսուս, ճանաչի ճշմարտությունը ու ամեն մեկը գիտակցի, որ մենք քույր եղբայրներ ենք Հիսուս Քրիստոսի մեջ ու միաբան կանգնենք քրիստոնեության համար, որը վտանգված է Հայաստանում։ Ես օրհնում եմ, որ ազգերը բարձրանան, զինեն ու պատրաստեն Մինի Նարյատն ու Ասքանազը, որը մեծ հայքի սահմաններով Հայաստանն է, ու ամեն փորձ Մինի Արարատի Ասքանազի տարածքում կործանելու քրիստոնեությունը թող լինի անիծված ու դատապարտված։ Աստված իմ, ուղարկիր քո օգնությունը զորացնելու քո հայ ժողովրդի ձեռքերը, որովհետեւ մենք հաստատուն մնանք քո ճշմարտության մեջ, քո խոսքի վրա կանգնած ու քո խոսքը ոչ միայն լսողներ լինենք, այլ կատարողներ լինենք։ Փառք քեզ ամենակարող Աստված, որ դու իրավիճակները, որոնք գալիս են կործանելու, պտտում ես ու դարձնում ես մեր հաղթանակը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր որ մտածում են, թե այս ձեւով հաղթանակի կհասնեն, իրանք իրանց ոտքերի տակ դնում են հենց իրանց օճառ են դնում, որ չկարողանան քայլեն, սայթաքեն ու վայր ընկնեն։ Սա հենց իրանց համար էր պատրաստված, ով որ գալիս էր կործանելու քո եկեղեցին, կործանված է Հիսուսի անունով։ Ամեն։